Ողջույն, եթերում Մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ հարավային դպրոցի երկրորդ դասարանցիներն են։ Այսօր 2026 թվականի առաջին ռադիոն ենք ձայնագրում։ Հիմա մեր կրթամալիրում ճամբարանային օրեր են։ Մենք մասնակցում ենք տարբեր նախագծերի։ Այսօր ձեզ պատմելու ենք ընթերցանություն նախագծի մասին։ Մենք կարդում ենք Լայման Ֆրանկբաումի Օզի կախարդը։ Արդեն կարդացել ենք 9 գլուխ եւ հանդիպել ենք շատ հետաքրքիր արկածների։ Հիմա մեր ընկերները կպատմեն դրանց մասին։ Լսեք, հաստատ դուք էլ կցանկանաք կարդաք դրանց մասին։ Ինքը մի աղջկա մասին է, ում անունն է Դորոթի։ Նա ապրում էր Կանզասում, մի օր փոթորիկ եղավ եւ նրանց տունը քշեց տարավ մի այլ աշխարհ։ Նա ընկնում է արևելքի չար կախարդի վրա եւ սպանում է նրան։ Նրան դիմավորում են մանչկինները, որոնք շնորհակալություն են ասում չար կախարդին սպանելու համար։ Հետո նրան են տալիս արծաթե մաշիկները, որոնք կախարդական են։ Մաշիկները չար կախարդինն էին, բայց ասում են, որ չգիտեն ինչպես են դրանք օգտագործում։ Դորոթին ասում է, որ ուզում է տուն գնալ, եւ Հյուսիսի բարի կախարդը ասում է, որ նրան կարող է օգնել միայն մեծն Օզը։ Իսկ նրան հասնելու համար պետք է գնալ դեղի նախուսե ճանապարհով։ Դորոթին վերցնում է իր շունիկին, ուտելիք է վերցնում եւ գնում է ճանապարհով։ Առաջինը հանդիպում է խրտվիլակին, որը նրան աչքով էր անում։ Նա Դորոթին խնդրում է, որ իրեն փայտից հանի։ Երբ իմանում է, որ Դորոթին գնում է Օզի մեծ կախարդի մոտ, խնդրում է, որ իրեն է տանի, որովհետև նրա բոլոր գլխի մեջ լսած է հարթ, եւ ինքը ուզում է Օզից խելք խնդրել։ Հետո նրանք հանդիպում են թիթեղյա փայտահատին։ Նա ասում էր, որ ինքն էլ է ժամանակին մարդ եղել եւ սիրտ է ունեցել, եւ հիմա էլ կուզե սիրտ ունենալ։ Թիթեղյա փայտահատը միանում է նրանց եւ նրանք շարունակում են ճանապարհը։ Հետո հանդիպում են երկչոտ առյուծին։ Նա էլ է միանում նրանց, որ Օզից քաջություն խնդրի։ Բոլորով միասին հաղթում են քալիդաներին։ Քալիդաները արջի մարմնով, վագրի գլխով գազաններ են։ Փորձությունները հաղթահարելով հասնում են թունավոր կակաչների դաշտ։ Կակաչների բույրից Դորոթին, Տոտոն եւ առյուծը քուն են մտնում։ Վիլակն ու փայտահատը կարողանում են Տոտոին եւ Դորոթիին հանել դաշտից, իսկ առյուծին հանել օգնում են նրանց դաշտամկները, թե նրանց կակաչների դաշտից չհանեին, նրան հավետ կքնեին։ Մնացած արկածների մասին կպատմենք տեսանյութերով։ Հետևեք մեզ մեր դասարանական բլոգում։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։